Հայկաձորի ոսկեգույն արտերից գյուղացին բերք տուն չի տանի, ուժեղ կարկուտն ամեն ինչ հողին է հավասարեցրել։ 230 կարի ունենք էդի ջնջե, պոեզի գդիտենքո 3 հեկտար չորենքա էդի ջնջե, մանգապարդեդի քովե ջնջե, գյուղի տեմը ջնջե, այդպես վինքի կադեղ անքսար ջնջադը, իմս մեր բան չունեմ քաղալ։ Հենե ես գեղոբա հանդաղ մասն է, որը մաս աբար էսպես ջարդված։ Թանել եմ, ամեն ինչ եմ, քարա հավաք եմ, մգնդեղը տվե Ազիզյան, ինչ էսել են, կեսովա դրությամբ անսպես բանի առաջ ենք կայվի։ Մարդիկ վարկով արտը մշակել սպասում էին հացքաղին, բայց հիմա ցողունի վրա հատիկ չի մնացել։ Կարկուտի հարվածներից ցորենն ու գարին թափվել են ծղոտների տակ։ Այստեղ հասկ, այս վիճակի, նայեք ցորեն չկա դրա։ Հասկը կա, բայց ցորեն հատիկ չկա։ Դադարք է։ Մի հատ հատիկ։ Ամբողջ հասկի վրա մի հատ հատիկ է մնացել, այս մի հատիկը։ Տարին տեղումն առատ էր ու Հայկաձորում առատ բերք էին սպասում, 1 հեկտարից 3-4 տոննա։ 100% ոչնչացել է, ինչը քաղենք։ Կոնկրետ դուք տեսնում եք, էլի մենակ ծղոտ է մնացել, ինչը քաղենք։ Մեն մե դնեն վառեն, ուրիշ բան հնարավոր չէ ստե։ Առածի պարեկները կտուգանեն։ Ցորենի ու գարու արտերը ապահովագրված չէին, ասում են ապահովագրության պայմանները գյուղացուն ձեռնտու չեն։ Հույսները դրել էին հակակարգտային կայանների վրա, բայց դրանք չեն գործարկվել։ Չի կրագի։ Գնացել են դեղ ինչ-որ պրոբլեմ է ունեցել, դուրը ջարդել են, բացել են բաները, բայց մեջ արդեն լրիվ կարգուտ է լսված եղել։ Դա այս Բագրավանի տարածքում էլ կա։ Հակակարգդային։ Էդի ընդհանրապես չի կրագի, եթե էլ կրագի, վնաս այսքան չէր լինի։ Աղետից ուշքի չեկող մարդիկ չեն սպասում, թե պետությունը օգնության ձեռք կմեկնի իրենց։ Անցած ուրբաթ է կարկուտը ավերել արտերը, բայց դեռ ոչ մի պաշտոնյա Հայկաձոր չի մտել։ Հա, մի քանի տարի առաջ այս տեղացի իմ արդեն էլի STB էր։ Դուրմար եմ ես մեկի չեմ բանով խոսեմ։ Այսինքն այդ ժամանակ է փոխհատուցում չեք ստացել։ Ոչ մի բան, չէ։ Ես ծախսեմ 2 միլիոն 500 հազար դրամ իմ ցանկերին, բայց գոնե մի հեկտարի ծախսը տան, մեր եկամուտը մեզի պետք չէր, արդեն կորցրել են, գոնե ծախսը մի հեկտարի վրայի տան, որ մարդիկ ոտքի կանգնեն, ուղիղ 4-5 տարի պետք է, որ մարդը նորից դզվի, այսքանը կորցնելուց հետո։ Գյուղացիները չգիտեն, ինչպես են աշնանը վարուցանք անելու խոտակույտի վերածված արտերում։ Կարկուտի հարվածներից հողի մեջ մխրճված ցորենի ու գարու հատիկները հաջորդ տարի չեն ծլի, դեռ հասունացած չէին, կսկսեն նեխել։ Հայկաձորցիները մտավախություն ունեն, որ այս պայմաններում կրծողները նորից կբազմանան։ Հաշվեք հեկտարի հաշվով 5 տոննա հատիկ գետնի վրա է ու սալոնն է վրան է։ Էդի ոչ ուրուրը կարա մագին տեսնի, որ վերացնի, ոչ էլ օծը։ Ինքը տանիք տեղավորի, հետո է կրծողների դեմ պայքարելը ավելի դժվարանա։ Շիրակում 2 ամսում 5 կարկտահարություն է եղել։ Մարդիկ ենթադրում են, որ դրա պատճառով հացահատիկից բացի կարող է խոտը թանկանալ ու գյուղացիներին ստիպել վաճառել իրենց անասունները, նրանց զրկելով տուն պահելու վերջին հնարավորությունից։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։